շատ կարևոր են եւ եթե լինի երաշխավոր ու ով լինի այդ երաշխավորը, որովհետեւ օրինակ 2020 թվականի նոյեմբերի հայտարարությունը ուներ երաշխավոր, դա Ռուսաստանն էր ու մենք տեսանք ինչ ավարտ ունեցավ, հա, այդ գործընթացը այստեղ եթե լինի երաշխավորը նույն ԱՄՆ-ի տեսքով, դա շատ լավ կլինի եւ ինքը կարող է ներել ավելի կայուն ինչ-որ իրավիճակի կարելի է ենթադրել, որ երաշխավորը նույն Եվրամիությունն է, բայց կարծում եմ Ադրբեջանի համար սա անընդունելի է։ Ինչպես նշեցի, նաև Ռուսաստանի վերադարձը բավականին խնդրահարույց եւ անընդունելի է։ Չինաստանը այդքան հետաքրքրություն եւ այդքան ներգրավվածություն չունի այս տարածաշրջանում եւ կարելի է նույնպես չեզոքացնել այս գործոնը։ Կա Թուրքիայի գործոնը, հա, Թուրքիան իսկապես շահագրգռված է եւ Թուրքիայի արձագանքը նույնպես որոշակիորեն տարբերվում է բայց նաև Թուրքիան կարիք ունի ավելի չեզոք հայտարարությունների եւ միջնորդի դերը իր վրա վերցնել, առայժմ իր մոտ դա չի ստացվում, թեև նաև Թուրքիան քաղաքական առումով եւ իր ռետորաբանության առումով Հայաստանի նկատմամբ այլևս այն Թուրքիան չէ, որ կար օրինակ մինչև 2023 թվականի սեպտեմբերը։